Բացի այդ էմոցիոնալ մասից, հա, որ Գոհարը իր խնամքին ունի ամիս եւ կես, հա, օրեկան երեխա, այսինքն մոտ 40 կնոր է լրացել երեխա եւ երեխան սնվում է բացառապես մայրական կաթից, այդ էմոցիոնալ ֆոնից զատ պետք է ակնհայտորեն փաստենք, որ մենք գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որը ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քաղաքական հետապնդում, շատ ոչ վաղ անցյալում, հա, կարճ հարցազրույցներից մեկում ես անդրադարձա, որ քաղաքական հետապնդումը դա այնպիսի դրսևորումից, որ ցանկացած իրավիճակին կարող են բերել կպցնել եւ դրան տալ իրավական, այսպես ասած, քրեա իրավական երանգներ։ Ղումաշյան Գոհարը որևէ կապ եւ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, սա մենք համարում ենք ապօրինություն, քաղաքական հետապնդման դրսևորման առանձնահատուկ ձև, իսկ երբ որ այդ քաղաքական հետապնդումը դրսևորվում է, ասենք, մայրական հատուկ խնամք պահանջվող երեխայի ծնողի նկատմամբ, սա առավել քան մտահոգիչ եւ խնդրահարույց ենք համարում։ Այս պահին առաջադրել են մեղադրանք եւ պետքա որոշեն, տանում են դատարան կալանքի սանկցիայի, չնայած ձերբակալել են դատարան կալանքի սանկցիայի ներկայացնելու նպատակով, բայց վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշելու իր դիրքորոշումը կփոփոխվի, գրավ կկիրառեն, այսինքն խափանման միջոցի վերաբերյալ հարց պետքա քննարկեն։ Պայմանավորված որոշման ընտրությունը ինչ պիտի արվի։ Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, ես չգիտեմ, թե իրանք ինչ պետք է անեն եւ ինչ սկզբունքներից ելնելով պետք է որոշեն, օրինակ, որ Գոհար Ղումաշյանին պետք է տանեն դատարան կալանքի սանկցիայի, առավել եւս, որ վերջինիս երեխային յուրաքանչյուր 3 ժամը մեկ կերակրվում է ու ունի հատուկ մայրական խնամքի կարիք։ Իսկ ժամկետը, ինչ ժամկետի մասն է խոսքը, երբ է որոշումը կայացվելու։ Ենթադրում եմ կար ժամկետում մենք տեղյակ կլինենք դրա մասին, առաջիկա 1-2 ժամվա ընթացքում պարզ կդառնա։ Հարցաքննությունն ավարտվել է, Ղումաշյանը հայտնել է, որ հրաժարվում այս պահին ցուցմունք տալուց, քանի որ իրեն ֆիզիոլոգիական առումով լավ չի զգում եւ պետքա խորապես քննարկի իր փաստաբանների հետ եւ տա մանրակրկիտ ցուցմունք, բայց այդ մեղադրանքի շուրջ ինչ որ հատուկ ցուցմունք տալու բան էլ չունի, քանի որ դրա հետ ինքը որևէ կապ եւ առնչություն չունի։ Նորից վերադառնում եք հակագործության կոմիտեի շենք, թե այստեղ եք սպասում։ Մենք սպասելու ենք, երբ որ վարույթ իրականացնող մարմինը մեզ կտեղեկացնի իրենց հետագա գործողությունների մասին։ Ներողություն իմացել, հա, մյուս կուսակցության մյուս անդամի մասին որևէ տեղեկություն ունեք։ Այս պահին որևէ տեղեկություն չունենք իրան մասին։